Բարև բոլորին, դուք G-Twix ալիքում եք։ Երեխեք ասեմ, գիշերվա ժամը 12-ն է, մենք մոտավորապես 20 րոպե առաջ ենք պրծել Gigi-ի նկարահանումները ու երեխեքը նոր են գնացել։ Դու ունեք sense հոգնալ, հիմա ձեր համար podcast ենք նկարում։ Ու գուշակեք ով է դուրս եկել ELD-ից։ Էվան։ Հիմա մեր սա high follower-ները ասում են, ELD ինչ է։ Այ եթե vlog-ը միջև վերջնեք, դուք կիմանաք։ Վերջին շաբաթը մեր դպրոցում։ Անկեղծ այս միտքը շատ ռանդոմ եկավ։ Ես ուղղակի արթնացա երկու շաբթի օրը երբ նորերը շաբաթը սկսում, ասացի ես ուզում եմ որպեսզի իմ վերջին շաբաթվա vlog-ը G-Twix-ում տեղադրվի, դրա համար ասացի նկարել։ Բարի լույս բոլորին։ Ես արդեն արթնացել եմ, պատրաստվել եմ, կներեք, ես անգամ չնկարեցի, ասեմ պատրաստել, որովհետև այս վիդեոյի միտքը եկավ հենց նոր։ Հիմա առավոտվա ժամը երևի 6:40, հիմա տաք ջուր եմ խմելու, խնձոր եմ ուտելու։ Այս սովորությունը տաք ջուր ամեն առավոտ խմել եմ։ Իմ տատիկից է եկել, ինձ տատիկը պրոստը մի ռանդոմ օր ասեց, որ գիտես, առավոտը տաք ջուր խմելը շատ լավ բան է։ Ասչելու, շչային բակտերիաներ ասպանում։ Ու լավ ասացի, օքեյ, դեմ կխմեմ։ Սա այսօրվա իմ outfit-ն է, չեմ նորմալ տեսնում եք, դե չէ։ Ջինսը Փաքսան, այս երևի բրենդի Melville ինձ Եվան է նվիրել իմ ընկերուներից մեկը։ Ակտոսները Պապայինն է, վզնոցից նվիրել են, կոշիկներն են Adidas։ Սա իմ look-ն է այսօրվա, իմ դուրս տակալից գնահատում եմ 10-10, ասել իմ շներն են։ Մենք մեր դպրոցում սունկա չենք հագնում, որտեղ այս մեր վերջին շաբաթն է։ Ես վերցնում եմ այդ իմ լեգենդարնի սումիչկան, սենց պլյուսկա շորտիկ եւ Chromebook։ Այդքանը։ Առաջին իմ էգզամենի մասին խոսամ, որը ethics studies էր, հետաքրքիր փաստ։ Մենք այդ էգզամենից մի օր առաջ էլի նկարանում ենք ու ես այդ իմ դասը Ցոլինի հետ է, ու մենք երկուսս հազիվ գիշերը նկարահանման ժամանակ պարապում ենք այդ տեստի համար, հետո առավոտը գնացին գրեցինք։ Հենց նոր ես գրեցի իմ առաջին final-ը, so մի հատ final գրեցինք դեռ 6 հատ final կա, բայց օքեյ է, ու վստահ եմ, որ լավ եմ գրել, ընդ մենակ երկու հատ հարց կա, որ կասկածում եմ, պրոստը գուշակել եմ, բայց վստահ եմ, A-ը 100% ստացել եմ, վերջապես պրծա այս դասից երեխեք։ Ես ստացա հատ կոնկրետ ընենց միավոր, ինչ որ սպասում էի։ 8, ինձ դե երկու հատ սխալ եմ արել։ Ապսոս 10-ից 10 չէ, բայց մեկը իմ գնահատականը չի ծավալել։ Երկու հատ է սխալ արել, օքեյ։ Կարծիքով ինչ է ստացել։ 8 էլի։ Որտեղ երկու հարց կար, որ էլի ես Թոլն էլ 8.5 ստացա։ 8.5 Ասեմ, ես չեմ կարողացել նկարել իմ դպրոցում, որտեղ իմ դպրոցի նոր տնօրենը խստի վարքելել է հեռախոսներ։ 3:30 մեր դասերը վերջացրում ենք, նոր ժամը 5-ին հասնում եք տուն եւ ուտում ենք։ Այսօր դուք անցկացնելու եք իմ հետ իմ օրը, տելևիզոր ենք նայելու, հացակ ուտելու, դաս ենք անելու ու սենյակն ենք հավաքելու։ Հիմա ես Սյունեն հավաքելու ենք մեր պետքարանը, մեր դարակները։ Ես այսպես վախենում եի, որովհետև ես երկար ամիսներ խուսափել եմ այսօրվանից, որովհետև մեր մոտ առավոտները հենց մենք արթնանում ենք, մեր մոտ net սպեշ կա ու ինչ-որ տես ստեղ ենք թողում ու երբեք այս տուալետը մաքուր չի լինում։ Դրա համար հիմա պետք է Սյունեն մաքրենք, հիմա մոտավորապես սենց դաժի չենք ուզում ցույց տանք, բայց հավատացեք, որ հիմա որ ամեն ինչը թափրտված է, բան է, հիմա մենք ամեն ինչը հավաքելու ենք։ Կսկսենք նրանից, որ ամեն ինչը կդատարկենք, ես իմ դարակը կդատարկեմ, Իրանն էլ Իրանը։ Հավաքում ենք, որ հետո նախ առաջինս մաքրեմ, будет всё как новенькое։ Ուզենամ ես կարամ ուղղակի 10 րոպեում հավաքեմ։ Այս վերևը գտնվեն ամեն ինչ, ինչ որ իմ մազերի հետ է կապված, այդքան շատ բան չէ։ Ստեղ էլ կդնեմ մեն ամեն ինչը, որ ես ամեն օր օգտագործում։ Ես հիմա շատ եմ սպասում ամռանը, բայց չեմ հասկանում խեմ տենց սպասում, իսկ թվում է որ հանգստանալու եմ բան, բայց ընդհակառակը այդքան շատ բան չի փոխվել, որտեվ ես ամառային դպրոց եմ վերցրել։ Ես վերցրել եմ, որտեվ իմ ապագայի համար այդ լավ է։ Առաջ պլանս։ Ես պիտի ունեմ ահա որ լավ զանգարան եմ։ Ես պիտի ուղղակի ունենամ աշխարհամենալավ զանգարը, այնպես որ ես գնամ դպրոց, եւ որ ես զանգարային, ես շատ սիրում եմ։ Անկեղծ միշտ, ասենք, հենց նոր է սկսում դպրոցական տարին, ասում ես, վայ, այս ինչ հիմա երկար է լինելու, բայց ասենք
Ընդհանրապես երկար չէր սիներով դասարանը ու միշտ եղել հենց տարին բրձելը ասում եմ ես ինչ արագ անցավ այս տարին դրա համար ինչքան շատ եմ ապրում այդքան հասկանում եմ որ ինչքան կարացեք ձեր ժամանակը գնահատեք ու անկապ բաների վրա մի ծախսեք դեր կոմենտներում ինչ եք դուք սիրում անել որ ձեր մոտ բям հիշվում է մեր բոբաները այստեղ են Այսօր ես մի հատ final չեմ գրել, ես երկու հատ final եմ գրել։ Երկրորդն էլ եղել է իսպաներենը։ Ես անկեղծ շատ եմ բախանում այդ տեսից, որովհետև ես անկեղծ շատ լավ չեմ հասկանում իսպաներենը, լավ չեմ սովորել։ Հատ իսպաներեն խոսում։ Hola, ¿cómo estás? Mi amo Eva, չգիտեմ ինչ ասեմ։ Դրա համար եկեք ստուդիան, եթե ես ոտ եմ ստացել, ես ինքնուրույն կարող եմ լացեմ, որտեղ ես կարևոր է էլի լավ գնահատական ստանալը։ Այս էկզամենների մասը գնահատականն ես նայում, ամենաթավես մասն է։ Okay. Ստացել եմ 87-ից 69, 79%։ Լուրջ թվում էր ավելի լավ եմ գրել։ Հիմա մեզ մնացել է final, ինչ final է մեզ մնացել, living with final է մնացել, ու մնացել է անգլերենի final։ Մենք արթնացել ենք, պատրաստվում ենք դպրոցի համար։ Ես շատ եմ ուզում դասի գնալ, դա մենք ընդհանրապես բան չենք անում, մենք մենակ կինոներ ենք նայում, սաղ դասին խոսում ենք ու դասատուները օքեյ են, որովհետև էլ ուղղակի դաս չի մնացել անելու։ Իմ ամենասիրած պերիոդն է, որ դպրոցի կա։ Համ մի կողմից ուրախ եմ, որ այսօր ուրբաթ է, ամել տխուր, որովհետև սա շաբաթ բրծնելու է ու հետո երկու շաբթի օրը գալու է այն օրը, որից ես մի քիչ վախենում եմ իմ Ռոմեո ու Ջուլիետի ներկայացումը անգլերենի դասի համար։ Իմ կարծիքով դուք չգիտեիք, բայց ես պիտի լինեի 8-րդ դասանում, չնայած արդեն ավարտած լինեի 8-րդ դասարանը, բայց քանի որ Ամերիկայի օրենքները շատ անհասկանալի են, իրանք ստեղ ծնունդը հաշվում են ամսով։ Դու հոկտեմբերին ես ծնվել ու դու Հայաստանում 8-րդ ես, դու կարող ես տենստես 7-րդ որը շատ վատ է։ Ես փոքր ժամանակ համեմատադիանային շատ ազատ երեխա եմ եղել։ Օրինակ երան դպրոցից եկել է, արագ դաս արի, դու գնացել ես երգի, գնացել ես բարի, ու դեռ շատ խորը երեխա էր նկարումներով ամեն ինչ, ես էլ պրոստը բարի էի գնում, ստիպելով տարան վոկալի, հետո երկու շաբաթ մի շաբաթ մի անգամից դուրս եկա վոկալից։ Իմ մանկությունը շատ հիշում եմ ինձ ավագին լայվ խաղանուց։ Это овրիկի տավակի լայվ խաղ։ Ես պրոստը գրվում էի այդ խաղի համար ու իմ պլանշետ Չէ։ Ախ, ցաված ախ։ Հաստիճի։ Okay, եկեք։ Ես պլանշետ ունեի ու միշտ այդ իմ պլանշետով էի խաղում այդ ավակի լայվ ու չգիտեմ խի 9 տարեկան երեխու պլանշետի մեջ պապայի կարտոչկան խեր կպած, ես չգիտեմ, ես դրա մասին նույնիսկ չգիտեի։ Ոնց էլի սովորական օրերին ավակի լայվ եմ խաղում ու նայում եմ այդ Գիտեք այն պահը, որ խաղի մեջ գիտես որ չես կարող ոչ մի բան փողով առնես, բայց նայում ես պրոստը հիանում ես իկոնկաներով, ու տենց նայում այդ փողով բաները, որ պետք է բան վճարես, ու ասում հլա, սխմեմ, բա որ ինչ-որ բան եղավ։ Ու ես դες դեպիլի պես սխմում եմ, ու այդ սաղ այդ պրիզերի մոտ են գալիս։ Ու ես իմ մեջ հասկանում եմ, որ ես այսօր ինչ-որ մեկի փողը ծախսեցի, բայց ասում եմ, ուզում եմ նենց հանել, ինձ հավատացնեմ, որ չէ, պրոստը գլուկ է բանը, ու երկրորդ անգամ եմ սխմում, այնտենց կարտոչկայից փող եմ հանում պապայի ու իմ իշելով 30,000 դրամ ես հանեցի, իմ սիրտը պրոստը դողում է, բայց ես մեկա վայելում եմ, այդ իմ պրիզերը, այդ իմ շորերը, այդ անիմացիաները ավակին լայվը, որ ինձ տվել են, զվայելում եմ, մեկ էլ հենց այդ օրը մի քանի ժամ անցնում է, պապան գալիս է տուն, ես ճղանացած մտնում եմ իմ սենյակ, ասում է ով է ծախսել իմ փողը, ես չգիտեի, որ ինքը տենց շուտ դրա մասին կիմանա, ով է ծախսել իմ փողը, ու ես չեմ հիշում կոնկրետ ոնց, մի հատ բան որ անգիր հիշում եմ, այդ որ ես շատ օրագրեր էի պահում ու իմ վերջին էջը օրագրի եղել է հենց այդ օրը ու ես գրում եմ то что мой любимый дневник, я очень сильно боюсь, мой папа поругался, мама, ես ինձ ոչ բան չեմ ասում, կազմում եմ, մի ձև հասկացանք, որ ես եմ հանել, իմ վրա մի քիչ իմ վրա չղայնացան լավել, ու հետո ես ավակին ջնջեցի, որը մի քիչ ջնջեցի, բայց դու մի քանի օր անց ավելի քաշեցի, ու տենց հետաքրքիր օրեր, որ ես երբեք չեմ մոռանում։ Պապան ինքը առավոտվա հենց առնցել ես արդեն պատրաստել ես, չէ՞։ Ես երեկվանից եմ պատրաստել, եմ քնում։ Լավ էս վլոգը ինչի մասին է։ Այս վլոգը իմ դպրոցի վերջին շաբաթն է։ Թուշը պաչեմ գնամ։ Եմ յուս թուշը կնեղանա։ Պապա։ Կնեղանա։ Ճակատիկը կնեղանա։ Պապա, всё գնա։
Մյուս տարի տասես։ Այո։ Աղջին լուրջ ես ասի։ Էստերի Ուր եք ուղղու ժամանակը այվասը։ Չկա։ Չկա, էվոլյուցիա։ Չկա։ Չկա, կորելա։ Չկա։ Չկա։ Կուիլա։ Կորելա։ Այ։ Սին։ Ո՞վ է բարևում, բարի գիշեր ծիվիմիզ։ Ահա ինքը միշտ որ բաներ անում, գնում էր քնելու, ինքը բոլոր առականերին բարի գիշեր էր ասում, ասում է դե հաջողացի վիզեր, նկար, գրկում է տենց ինքը ֆիլմ էր, բազմոց, բարի գիշեր, վարա նույն ձևել արտամ է, բարի լույս, տելևիզոր, բարի լույս, դիվան, բարի լույս նկար, բարի պատպիսիկներ, լավ, մնաց 5 րոպե դուս են գալի, ինչ որ 5 րոպե։ Ես մի քիչ խոսամ իմ երազանքներից, քանի որ ես երկար ժամանակ, չգիտեմ ինչերի մոտ, ես չգիտեմ ինչ է իմ երազանքը, անկեղծ եմ, որ չգիտեմ ինչ է իմ երազանքը, ես դրա համար ինձ մոտ շատ տարօրինակ է, որ ասենք թե այս տարիքում մարդիկ չէ, պիտի լիքը երազանքներ ունենան, բայց հիմա հասկացել եմ, իմ կարծիքով իմ երազանքն է գնալ ապրել Հայաստանում։ Սա թվում էր ես կգամ գլենդել հայկական տենց միջավայր մոտավորապես, բայց մոտ ոչ ման չի փոխվել։ Դրա համար ես համարում եմ երազանք, որտեվ ինչ էլ լինի, ես մեկը ունեմ այդ ցանկությունը այնտեղ վերադառնալու։ Զգացեք, ես վլոգերին միշտ ես ինչ-որ sense տխրություն եմ բերում։ Տխրություն չէ, ինչ-որ sense լուրջ բան եմ մտցնում մեր վլոգերի մեջ, ես այդ լավա թե վատ։ Ասենք սովորական վլոգ է, այդտեղ ես սկսել դարդերից պատմել։ Կանգանեցի։ Պաչեմ գնում։ Բայց ով է պաչելու։ Եմ մյուս թուշս կներանա։ Ճակատս կներանա։ Ամերիկայում իմ կարծիքով մի 80-70%-ը տարբեր երկրներից են, աշխարհի տարբեր կողմերից, մարդ կա, որ ընդհանրապես իսկի չգիտի այբուբենը։ Նրանք չեն կարողացնել սովորական երեխաների հետ, ովքեր ծնվել մեծացել են Ամերիկայում, դրա համար ստեղծվել է ELD-ն, որտեղ երեխաները գնում են նույն դպրոց, ինչպես սովորական երեխաները, բայց ունեն ավել դաս, որտեղ իրենք սովորում են իրենց լեվելի անգլերեն։ Տեստ ես անում, եւ թե անցնում ես տեստը, գնում ես մյուս փուլ։ Այդ տեստի անունը ELPAC է։ ELPAC-ը գրում են միական երեխաները, որոնք գտնվում են ELD-ի մեջ։ Ու եթե դու 4 ես ստանում ELPAC-ից, всё, դու արդեն ELD-ից դուրս ես գալիս։ Բոլորը գիտեք, որ ես մի տարի սովորել եմ Սանտա Կլարետայի դպրոցում, ու այդ դպրոցում կար էլի ELD, բայց այդ կոչվում էր ըչ։ Ու երբ մենք գրել ենք ELPAC-ի տեստը, ես շատ էի ուզում հենց այդ տարի ELD-ից դուրս գալ։ Ուղղակի ես լուրջ շատ լարված էի, շատ երկար էի տեստը գրում, ու իմ դասատուն ասում էր, «Օրևա դու շանս ունես դուրս գալու»։ Ու կարծես մենք տեստը գրել ենք, արդեն եկել են պատասխանները, ու ես մոտնում եմ նայում պատասխանը ու 3 եմ տենում։ Ոնց ես պետք է մի տարի էլի մնացի, այ հիմա ես շատ կներվում եմ, թե ELD-ից դուրս չգամ։ Համար ամեն ինչ արել եմ, որ դուրս գամ։ Ու այս անգամ հենց այդ սեզոնը սկսվեց տեստերի գրելու, ես իմ մեջ նենց նագրուսկա ես նենց շատ էի լարվել ու ինձ կանչեցին, արդեն սկսել են մարտից սկսեցինք տեստերը գրել ու կանչում են, ասում են Էվա Գրիգորյան գնա որ խոսալու տեստ անես ու ես քայլում եմ այդ ջոջայի մոտ ու ես պրոստը դողում եմ, խոսալուց իմ ձայնը դողում է, ես հասկանում եմ, որ ես իմ համար նայում եմ տեսին, ասում եմ հա լավ, հեշտ է, դժվար չի, բայց մեկը դողում եմ պրոստը, իմ դասատուն այս տարի իմ շատ սիրելի Miss Castel de Oron-եր, ինքը նենց դասատու, որ դու կարաս գնաս այդ կիսվես, պատմես քո կյանքում ինչա կատարվում, որ ինքը շատ լավ է քեզ սովորացնում, որ ինքը լուրջ քո մասին հոգ է տանում։ Hi everyone, this is my ELD teacher, Miss Castel. She has been teaching in Glendale High School for 16 years or even more. 12 years? No, I have been teaching for 16 years. I've been in Glendale High School for 1 year and a half. Քո շատ լավ բան ասես, որ ուզում եմ որ բոլորդ իմանան, լիքը մարդ կա, որ կոմպլեքսավորվում է անգլերենից իր ակցենտի պատճառով։ Miss Castel ասաց, որ ակցենտը այդ ընդհանրականից բան է, որ դու պետք է հպարտանաս։ Your accent is the sign that you know multiple languages and so many Americans only know one. And I'm jealous of my students who know Armenian and Russian and some other language because accent այդ նշանն է, որ դու ոչ միայն անգլերեն ես խոսում, նաև հայերեն, ռուսերեն, ու ինքը ասում է ես նենց եմ, ոնց որ նախանձում եմ, լավ նախանձում եմ այն բոլոր իմ աշակերտներին, որ խոսում են ռուսերեն եւ հայերեն եւ ուրիշ լեզուներ։ Just try to speak unless you're taking an exam of some sort or unless you're like really trying to do a specific thing like the ELD exam, which I think you've talked about in your series or you're going to talk about in your series.
If you get a few words out, go ahead and do it. Okay, thank you so much. That's it. You're welcome. Okay, երեխեք, մենք հետո խոսացինք Miss Castelli հետ, ինքը շատ լավ դասատու է։ Ինքը շատ լավ պատասխանեց հարցերին։ Մերսի Miss Castellin, որ ինքը համաձայնվեց լինել Gigi Twix-ում, ու նաև ինքը գիտի Gigi Twix-ի մասին, որտեղից չգիտեմ, մեծ գիտիմ։ Կսա շատ լավ անցավ, իմ պատկերացիցը լավ անցավ։ Էս էլ վեր դպրոցն է, կստացի շատ մեծ է։ Գնում ենք տուն։ Շուտ մեր դպրոցի security-ին։ Ես вообще իստում եմ ավելի ճոխ կնկարեմ ոնց եմ ես այդ գնահատականը ստացել, բայց ես պրոստը ռանդոմնի իմ անգլերենի ժամանակ բացում եմ իմ Student Connect-ը, մտնում եմ իմ դոկումենտներ ու 4 եմ ընդեղ տենում, ու դաժե մի ռեակցիան չեմ նկարում, հետո գնում եմ արագ մեքենա եմ նստում, մամա ինձ խառը մամա, հետո շատ նայս թե Հիշում ես այն անգլերենի տեստը։ 4 եմ ստացել։ Ես չեմ կասկածում ֆորմատից։ Ты уже почти американка։ Հացնել եմ տեստը, ես դուրս եմ գալիս ելդից։ Ես հիմա համարվում եմ։ Ինչ ես զգում։ Հիմա ինչ ես զգում, որ քո աղջիկը անգլերեն գիտի։ Ապահովություն։ Good job։ Որի աղջիկը մի բան գիտի, որ ես չգիտեմ, ես մի քայլ առաջ եմ։ Okay, mēs arán հագնվել եմ, գցվել եմ։ Հիմա եկեք աղոթենք, որ իմ հազար այսօր սյունը ստացվեն։ Ես ինձ այսօր առավոտն եմ իրենց սարքել ու առավոտը սենց մայկայով տաներ ման է գալիս։ Սենց shake, հիմա մի քիչ դեռ թացա։ Վեր այսօրին վերջին 7-րդ դասարանը 2 շաբթին է։ Ես ահա որ տխուր եմ։ Այս տարին շատ լավ տարի էր իմ համար։ Ոյ վերջի տարին եմ ամենամոտիկ ընկերուհու հետ։ Ես համ շատ ուրախ եմ, որ երկուշաբթի է, համ էլ երկուշաբթի օրվանից ես ինչքան կարող եմ խուսափում եմ, որ դասերեմ Ռոմեո ու Ջուլիետի ներկայացումը, ու ես իմ տեքստը եկել եմ գիշերվա ժամը 12-ին, նոր սկսել եմ, 1:30 սովորել եմ ու պրոստը ինձ հաճ եմ ստիպել։ Սաղ չեմ սովորել, վերջին ինքնատողը չեմ սովորել, հիմա պետք է սովորեմ։ Շատ կարևոր է այս ֆայնելը լավ անեմ, տպի անգլերենի գնահատականը բիա սերեզման բարձրանա։ Մյուս կողմից նայում ես լավ է, որ թղթի վրա տեսի ինչ-որ մի կրեատիվ բան է, բայց ես պրոստը չեմ ուզում նույնիսկ խոսամ ինչա կատարվում իմ սենյակում։ Ես պրոստը ես չեմ հասցնում։ Կարող է սխալ բառ եմ օգտագործում, որ չեմ հասցնում, բայց զուտի մոտ ժամանակ չկա, որ ես նորմալ նստեմ, սա գեներալն ու որ կանեմ այս սենյակում։ Դե համար չթվում է, չգիտեմ երբ եմ անելու, բայց ասեմ, թե ձեր սենյակի մոտ ապրտացու ձեր մաման դրվե ջողարանում է, դուք մենակ չեք, Էվան ձեր հետ է։ Էսա։ Ու այսինքն պետք է ես դպրոց տանեմ այս ամեն ինչը, եւ այս պետք է հագնեմ։ Հիմա okay, outfit check, garage, Pakistan, Adidas, Addicted, H&M, Mariam։ Всё, ծանր գրքերը ես ինձ հավաքած տանելու եմ, որտեղ պետք է Սոյ իրան ծագրադարան վերադարձնենք։ Ուժալ սկսել եմ թուն պրծնակ։ You got this. I believe in you. Simple, you're right, answer. What do you want? What kind of thing? Ուշադրություն, ես այս նոր արեցի այդ Ռոմեո ու Ջուլիետի բանը ու նորմալ էր։ Ես իմ կարգով ահավոր էր, բայց չեմ ասում որ ահավոր էր, կազմեմ նորմալ էր։ Ես հենց այդ բանից դուրս եկա, բեմից դուրս եկա, սկսեցի լացել, որովհետև շտե լացեցի, որ ծպից հայտարարակ եմ արել կամ մամա, չէ, որովհետև ես գիտեի, որ ես ավելի լավ կարելի է տալի, որ լավ չարեցի, ուսուցը նեղադրում էի, բայց հիմա օքեյ ամեն ինչ կարևորը պրծել եմ, այս սենսի մասին չեմ մտածում։ Okay, ես ու ինգան հիմա պետք է լինենք մաթեմից, փախնենք մաթեմից, ոչ թե փախել ենք, դա ասում ես թողել է որ մենք դուրս գանք, ու ես ասացի եկեք դուր մի քիչ սիստեմ իմ դպրոցը։ Ստեղ տղաների տեղն է, եթե կարծես լինում։ Մենք գնում ենք նանի եւ էքաս։ Ինչ սիրում եմ դպրոցը։ Չեմ։ Մեկ չեմ սիրում, մեկ սիրում։ Ես կարելի է նույն վիդեոն նկարել 12-րդ դասարանում, ասես ինչ այլ։ Բարի լույս բոլորին, ամսի 10-ն է, առավոտվա 6:48, հիմա ցտեմ ինչ outfit է յանան հագեմ, ասեմ, որ ես յան այսօր առավոտը էլի կրվեցինք շորի պատճառը, որտև ես էի շորտիկը հագել, բայց ինքը ինձ ասել էր, որ ինքը պետք է հագնի, չեմ հիշել ու գործեց մեր առավոտ մեր մոտ կռիվ էր, հիմա այս յանայի outfit-ն է, իմ դպրոցի վերջին օրվա outfit-ն է, դրա մեջ ես շատ կարևոր էր, որ ես սիրուն գնամ, որ ինձ սիրուն հիշեն։ Adidas Garage Curling Iron Բարսակ Coach Ես այդ դպրոցից շուտ եմ դուրս Pakistan, H&M, Adidas,
Agent եմ ու addicted ու nails։ Այսօր ես գրում եմ իմ վերջին final-ը ու ես ընդհանրապես լարված չեմ, որովհետև մենք կարող ենք մեր տետրերը օգտագործենք, իսկ իմ տետրի մեջ ամեն ինչ գրած է, դրա համար ես վստահ եմ ամեն ինչ լավ անցնելու։ Ու let's go and enjoy our almost last day of school։ Վերջին օրը շատ լավ անցավ, որովհետև մենք ոչ մի բան չարեցինք ու ես ուրախ եմ, որ վերջապես այս խաթա համ ուրախ եմ, համ տխուր եմ, որ այս տարին բրծա, որովհետև ինչքան մեծանում, այդքան լրջանում է կյանքը, որ իմ դուրը չի գալի։ Մենք գնացել ենք 3-4 օրը գարաժ խանութ։ Էվան այս outfit-ներ առել, Էվան ասեց, վաղը ես եմ ես հագնելու շորս, չի օքեյ, մյուս օրը ես կհագնեմ։ Երեք շուտ քնեց, դրա համար ու իր սենյակում չէ տատիկի, դրա համար ես գտա այս շարվարը, դրեցի աթոռի վրա, որ հագնեմ։ Առավոտը գայսը դրում Էվան հագնեց, ասում Էվա հանի պայմանա, ասում ես չեմ հանելու, ես եմ իմ փողը, ասում Էվա հանի հենց, ես 2 օր ես պլանավորում եմ, ասում դու չես ստանալու, էսի իմն է, ասում Էվա պլանավորել եմ, ես եմ հագնելու, այսօր իմ վերջին օրն է դպրոցին, ես եմ հագնելու, դու վաղն է կարաս հագնես։ Դից իրար տվեցիք, հետո վերջի ես տվեցի։ Ներես, բայց դու вообще ճիշտ չպատմեցի, նոր ինչ-որ պատմեցի։ Կարճ ասած, ես այս շորտիկը հագել եմ ու արդեն պատրաստ եմ համարը, որ դուրս գամ, outfit-ս ընտրել։ Բայց ինչի՞ դա։ Նայ, լսի, ընտրել եմ outfit-ս, հետո մոտիկ գալիս է ինձ ատենում, իրան սկսում է ղժալ։ Դե պոճուր երեխեքի ղժոցը սկսում է ղժալ։ Մի րոպե, տես ստոպ։ Դու պայմանավորել ես, որ մյուս օրը վերջ։ Այո։ Հարց եմ տալիս։ Ինչ։ Կարևոր հարց եմ տալիս։ Ասել եմ, բայց ես չեմ հիշել։ Մի րոպե, այդտեղ էդ ինչի կա։ Юсили. Կարևորը, շատ կարևորը այն հարցը։ Երբ որ դուք պայմանավորվել եք, որ մյուս օրը դի հագնի Յանան, դες բան եղել է։ Բայց դեպքում Էվա, այդ քո ասածը ինչ է։ Ես օքեյ, լավ, դու ճիշտ ես, իրա պահելաձևս շատ սխալ։ Ոչ, քո պայելաձևն աշխա։ Բա դու խնենց էր գորում, դու։ Բայց որովհետև դու խախտել ես։ Բայ իհարկե դու նկարիր, հայ ինքը հիստերիկ է, բայց դու բրեն բենզին ես լցրել։ Հետո որ չասես, sense դու դու դուքով կխոսաս։ Sense դու կխոսաս։ Ես շատ տխուր եմ, որ այս տարին բրծա, որովհետև մյուս տարի շատ կարևոր է բոլոր Ամերիկանում սովորող երեխեքի համար 8-րդ դասարանը, իսկ պետք է շատ լավ սովորեմ 8-րդ դասարանը։ Այս տարի լավ եմ սովորել, բայց ավելի լավ կարայի մյուս տարի պիտի ես անպայման մաթեմս լավան, այս տարի մաթեմ ուղղակի ահավոր էր։ Այս վիդեոն ճիշտ է, իմ մաթեմի 19-ին այլը, բայց ես ուղղակի ուզում եմ իրան շնորհակալություն այդեմ, որովհետև երեխեք, ես իմ սաղ կյանքը զզվել եմ մաթեմից, էլի մեր մոտ գենետիկա է երևի, բայց այս դասատուն, իմ 9-րդ դասային դասատուն, Mr. Age-ը, Mr. Hurhorian ինքը նենց ինքը իր գործը գիտի ոնց պետք է անի։ Ես որ սաղ կյանք զզվել եմ մաթեմից, ինքը ինձ ստիպել է մաթեմը սիրել։ Իսկ իմ ֆիզկուլտուրան 100% է, այդքան Բրավո, ֆիզկուլտուրա։ Իմը անգլերենն է 100%, որտեղ շատ լավ եմ կարդում։ Իստորիա, միլիոն։ Լավ, մեզ չի հետաքրքրում շո։ Երեխեք, մենք հիմա գտնվում ենք իմ high school-ում, այսօր ես իմ ամբողջ ընտանիքին բերել եմ, որտեղ այ մեր դպրոցը հատուկ ցերեմոնիա է կազմակերպում են երեխեքի համար, ովքեր ELD-ից դուրս են եկել, ու եկեք գնանք, ես գիտեմ, որ լիքը մարդ է եկել ու գիտեմ, որ ինձ մրցանակ են տալու, դրա համար ես շատ ուրախ եմ, let's go։ Ես իմ դպրոցն է, ես ամեն օր ստեղ եմ, իմ ընկերուհիների հետ այն սեղանում միշտ կանգնած հաց ենք ուտում, խոսում ենք, շփվում ենք։ Երեխեք, ես չգիտեմ եթե ես ասել եմ, բայց Ցոլինը մեր դիջիջիլից ինքն էլ է իմ հետ սովորում, ինքն էլ է այսօր ստեղ, ինչքան գիտեմ ինքն էլ է այսօր մրցանակ ստանալու։ Հետևում ով է հետևում։ Արշանիսը մեր։ Thank you so much. I love it. See you in work. Yay! Oh my God! Հիմա ես ուզում եմ որ դուք մի քիչ անգլերեն խոսաք դրա։ Կարո՞ղ podcast անգլերեն վարենք։ Okay, so to be honest, I'm kind of embarrassed that we're like here at the same time, but she got out of ELD when she was in 5th grade and I got out of ELD like this year. Let me tell you something because I had a trick. When I met my friends, they were like all born here. So, and I was kind of embarrassed because like they were all talking in English and I was like, and I didn't understand a word and I wanted to like fit in with them. So I didn't say anything. I was like, I know English. I'm good. Մարդիկ որ անգլերեն չեն հասկանում։ Հիմա հայերեն ասում, երբ որ ես նոր եմ եկել Ամերիկա, իմ ընկերուհիները բոլոր ստեղծված մեծացած երեխեք են, ու ես ամաչում եմ, որ նրանք անգլերեն են խոսում, ես չի հասկանում, դրա համար ես որոշեցի խաբեմ իրենց, ասեմ, որ շատ լավ եմ անգլերեն խոսում, ու ուզած չուզած ես իրենց լսելով
սովորեցի ու սկսեցի իրանց հետ շփվել ու այդ պատճառով եմ անգլերենը այդ ակադեմիկ այդքան լավ չի, բայց շփվողական շատ լավ է, որտեղ ես ընկերներից եմ սովորել։ Okay, thank you so much for watching. I wish you all support. I wish I wish you all a great summer. I wish that you will swim a lot. I wish that you would watch Gigi Tweaks a lot. I hope you will watch the Gigi a lot because we're actually like working really hard for you guys and we really love you. Write in the comments how do you like the vlog, what kind of vlogs do you want in the future. We will read it and love you. Bye bye.